Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես ընտրությունները ավարտվեցին։ Մի մեծ, մի թշվառ իրականություն ունեինք ամբողջ այդ ժամանակաշրջանում։ Ավելի շատ բացահայտվեց ով է։ Շատ հետաքրքիր է։ Բոլորը պատմեցին, բոլորը ներկայացան, բոլորը իրենց խարդավանքները փորձեցին ճշմարտության տեղ մատուցել։ Սկսած գործող իշխանությունից մինչև, այսպես ասած, ընդդիմադիրները։ Դա մի մեծ դժբախտություն է, բայց ավելին մենք շարունակելու ենք անբովանդակ խորհրդարան ունենալու գործընթացը։ Մենք եւս մի քանի տարի պիտի ականատես լինենք, ասենք, խորհրդարան անցած, այսպես կոչված ընդդիմադիր ուժերի իշխանություններին թուրք ասելուն, թե ինչպես են սրանք սաղ թուրքին տալիս եւ հակառակը, թե ինչ թալանչի սրիկաներ են նրանք։ Այս իրականության մեջ մենք դեռ պիտի շարունակենք ապրել։ Չլինեին այդ ուժերը, այսօրվա իշխանությունը չեր ունենա այդ կարգի մեծամասնություն եւ այդքան որոշիչ չեր լինի, հավատացեք ինձ։ Բայց ես, դուք եւ բոլոր են մարդիկ, ովքեր մտածում են եւ հոգում հայոց աշխարհի վաղվա մասին, գնացին տեսնելով ուժեղ Հայաստանին, չգիտեմ, թագավոր աղբոր ԲՀԿ-ին, այդ Կալուգայ Սամոն ուժեղ Հայաստաններ, Քոչարյան Ռոբիկին, գնացին եւ էլի ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Եվ սա Փառք Աստծո Հայաստանում կա այդքան քանակի մարդ, որ թույլ չտվեց, որ այդ հանցախմբերը, այսպես ասած, Հայաստանում իշխանություն դառնան։ Իսկ դրանք հանցախմբեր են, թե Կալուգայ Սամոն, թե ԲՀԿ-ն, թե Քոչարյան Ռոբիկը եւ այսպես շարունակ։ Կապ չունի ինչքանով են անպիտան օրվա իշխանությունները, ինչքանով վատն են, ինչքան մենք չենք սիրում, ինչքան սխալներ կան, բազմաքանակ։ Բայց եթե գալիս է ընտրելու, դու ընտրում ես, ես նախորդ հաղորդումներում ասացի, մահիմացիալի ենք գնալու փոխաբերական իմաստով, քանզի մեր ունեցած, ասում է, մեզ հերիք է թող մեր իմացած գելը մեզ ուտի։ Այս տրամաբանությամբ ընտրություններ տեղի ունեցան։ Հիմա հետընտրական իբր զարգացումներ կան, մի իրենց պատեպատ են տալիս, այսօր ուժեղ Հայաստանն ասում է, պիտի թազա ընտրություն անցկացնենք, այս եղածը չեղյալ հայտարարենք, երևի փողները շատ է, բայց եթե նախորդ ընտրություններին Կալուգայ Սամոն եւ իր համհարզները կարողացան X քանակի բաժանել, իշխանություններն էլ Y քանակի ձերբակալեցին եւ ձերբակալեն եւ կցուցանեն, թե ինչպես են այս մարդիկ որոշել Հայաստանը փոխեն, ապա հաջորդ ընտրություններում այդքան չեք կարող էլ բաժանել։ Ոչ թե ձեր ռեսուրսը կավարտվի, այլ այլևս այդ խաղը չի կարող շարունակություն ունենալ։ Եվ բնականաբար հիմար կլինի իշխանությունը, եթե հանկարծ գնա նոր ընտրությունների, կոպեկ չարժե։ Ցավալի իրողություններ ունենք, այդ մասին եմ ուզում ձեզ ասել։ Հախվերդյան Ռուբենը հրաշալի ձևակերպեց Քոչարյան Ռոբերտ ընտրողներին, ասաց հազվագյուտ կենթանիներ են, հազվագույթ ես կասեի, հազվագույթ կենթանիներ են Ռոբերտ Քոչարյանին ընտրողները, բայց մխիթարեմ Ռուբեն Հախվերդյանին, նախորդ անգամ այդ հազվագյուտ կենթանիները 200,000-ից ավել էին, հիմա պակասել են։ Դաստիարակչական աշխատանքները տեղն է եկել։ Այս դժբախտություն է ընտրել մի մարդու, ով պատճառ է մեր այսօրվա բոլոր դժբախտությունների։ Եվ եթե իշխանությունները շատ վատն են, ուրեմն նաև այս իշխանության լինելիության։ Ահա Ռոբերտ Քոչարյան կոչվածի իրական կերպարը։ Եվ իրոք այդ հազվագյուտ կենթանիները ոնց կարող են ընտրել են մարդուն, ով Արցախը հանձնեց, բայց խոսել, որ այ Արցախը Նիկոլը հանձնեց։ Ավելի տխուր իրականություն մենք չենք ունեցել։ Այսքան, ասում է, ուխտին նստած կուզեկուզ անել, մարդկային այս թերմացքը ցավալիորեն որոշեց, որ Քոչարյան Ռոբերտը կարող է ազգային ժողովի պատգամավոր լինի եւ իր նմանները։ Սա վիրավորական չի, սա այնքան պարզ է, աղբը, կեղտը, փրփուրը ջրի երեսից այն կողմ չի գնում։
Մարգարիտը միշտ տակն է, ինչպես մեծն Շիրազն է ասել, բայց որ ծով նալեկոծվի այդ փրփուրը պիտի գնա, այս անգամ էլ մեր ծովը չալեկոծվեց, որ այդ քոչարանական փրփուրը, այդ հազվագյուտ կենթանիները վերջապես ցվրվեն, կորչեն գրողի ծոցը։ Այդ երբ քաղաքացիության կամ ինչ-որ մարդիկ, ովքեր չգիտեմ, եւ Հայաստանի քաղաքացի են, եւ Ռուսաստանի, եւ չգիտեմ, գալիս են այստեղ ընտրում, շատ կներեք, էլի։ Դուք ով եք, որ գաք իմ տեղն ընտրեք, թե ես իմ տանը ինչ անեմ։ Եթե մեղմ եմ ասում, կներեք, ես որ գամ ձեր տանը ընտրեմ, այն որ գնում եք Իվանների հետ տալիս առնում, լավ եք զգում բան, այդ որ Հայաստանն եք փրկում, գնացեք Իվանի համարժեք տեղը փրկեք։ Այս ինչ անպատկառություն է։ Այն եզակի ազնիվներ կարող են լինել մտածող մարդիկ։ Թողեցիք երկիրը գնացիք, ատեցիք երկիրը, չսիրեցիք, սպիտակ մաշկի եւ այն որ ասում է, չգիտեմ, մեծ փողերի հետևից գնացիք, ավելի լավ ապրելու գնացիք։ Ես չեմ դատում, լավ եք արել, բայց ինչ եք ուզում մեզանից։ Ինչ եք ուզում այստեղ տարապող մարդուց։ Եվ այդ տեսակի նախրին կներեք մեղմ բարիս համար բոլոր կալուգացի սամոնները պիտի օգտագործեն։ Ես նախորդ հաղորդումներում եմ ասել, կալուգացի սամոն ով է։ Ով է, եթե կարող է լավ բարեգործիներ թող լինի, բայց դա ամենևին չի նշանակում, թե պիտի իրեն թույլ տա, որ հեսա գալիս են փոխեմ։ Այդ փոխելու համար պիտի այստեղ մեր հետ մախախը ուսիտ մանգայիր, խուրջինն ուսիտ պապազեիր, ռազմի դաշտում տանջվեիր, ընկեր հուղարկավորեիր, ով քու կյանքը փրկեց ու փրկելով քու կյանքը զոհվեց։ Տեսնեիր դա ինչ է։ Ապրեիր այն ընտրությունների ժամանակ, երբ մարդկանց հաշվում էին փողոցներում, երբ թաղի բայի տղերքը հազար ներողություն, անբարոյական մոր զավակները Քոչարյան Ռոբիկի եւ Սերժիկ Սարգսյանի եւ ոստիկան Լակոտ Լուկուտների գլխավորությամբ փողոցում մարդ էին հաշվում, ինչ եթե պետք է իրենց ընտրել, որ գալիս էին ընտրատեղամաս քվյա տուփը բացում եւ ինչքան պետք էր խցկում մեջը։ Այդ պիտի կալուգայի սամոն իմ ու ձեր հետ ապրեր, որ հասկանար հայրենիքի արժեքը։ Չապրեց, գնաց փող շինեց, բարեգործ խաղաց, բարեգործ դարձավ, հիմա էլ եկել այստեղ ասում է մենք ուժեղ Հայաստան ենք ուզում։ Ուժեղ Հայաստանը գրպանով չի լինում, նախ հոգով է լինում։ Այնպես չի, որ այս իշխանություններին այսպես գլխներից եմ դնում, ով բոլորդ գիտեք, ես ինչ վերաբերմունք ունեմ, այն տգետների Ավինյանանման նկատմամբ, ում Նիկոլ Փաշինյանը պաշտոնի է դրել։ Եվ այնպես չի, որ ես սրանով ավարտեցի եւ վաղը միսօր պիտի ասեմ աման Ավինյան Տիկոն այլևս, չգիտեմ, Անգլիայի թագու մնտիկը թողել ու Մեսրոպ Մաշտոցի պնդիգն է բռնել, չէ։ Ավինյան Տիգրանը նույն կերպարն է եւ նմանատիպ լիքը կերպարներ կան, որ Նիկոլ Փաշինյանի մեղքով մեր երկրում իրականություն են եւ դեռ ցավալիորեն պիտի լինեն, բայց չլինեին այդ նախրանման արարածները, Քոչարյանները, դաշնակցականները եւ մյուսները, չեր լինի նաեւ Նիկոլի ուժը այս աստիճան եւ այս չափի։ Եվ իմ ու ձեր նման մարդիկ, հարգելի դիտողներ, երբ գնացինք ընտրատեղամաս, տեսանք, որ ինչ որ մարդիկ են եկել։ Ой, надо сносить этого բան, այսպես ինչ որ արտահայտություններ անում, սիրտներս պատրեց։ Ով է ուզում ում քշի այս երկրից։ Ով անգամ Նիկոլ Փաշինյանին քշելու այդ գլամուր լակոտ լուկուտները իրավունք չունեին եւ չունեն եւ չեն ունենա։ Բահական, ինչպես միշտ, այսօր ասում է հայտարարությունը տարածել, պայքարը շարունակում է, լսի թագավոր ախպեր։ Դու չես կարող պայքարել, պրծավ, ավարտվեց, վերջացրեք այդ ձեր տխմարությունները, այն որ ասում է ինչ տարել եք, հետ տվեք այս երկրին, ափսոս Նիկոլ Փաշինյանն է ձեզ հանդիպել, կներեք ինպես մեկը պիտի հանդիպեր, հիմա դուք բոլորը Տաշիր Սամոյի եւ Քոչարյան Ռոբերտի հետ փողոցում հացի փող էիք մուրում, քանզի պաղծել եք մեր երկիրը, ցավալիորեն Նիկոլ Փաշինյանը ձեզ հանդիպեց,
ցավալիորեն, ում հետ նաև անցյալում տվել առել եք ժամանակին, որը շատ, որը քիչ, այդ դուք գիտեք, բայց այս բարոյականությամբ դուք ինչ գործ ունեք Հայաստանում քաղաքական դաշտ ստեղծելու։ Չլինեիք դուք, ասպարեզում կլինեին մարդիկ, ովքեր գիտեն հայոց լեզուն ինչ է, ովքեր գիտեն հայ մշակույթն ինչ է, եւ իշխանություններին կպարտադրեին, որ ով, չգիտեմ, մտքի ծիծաններ կամ տիտաններ, արմատդ եթե չկա, դու չկաս ով ողորմելի, բայց դուք դա թույլ չտվեցիք։ Մաքուր մարդը ասպարեզ դուրս չեկավ, քանզի պիտի ձեր ցուցակներում դուրս գար, իսկ ձեր հետ մաքուր մարդ չի կարող մտնել ասպարեզ։ Ժամանակը բոլորին ամենքին իրենց տեղը դրեց։ Այդ հակ կոչվածը։ Դուք հիշեք 2008 թվականին ինչպիսի շարժում էր եւ տեսեք հայտնի մի կուսակցություն կա, հետևատունների կուսակցություն, կներեք մեղմ բառի համար, անգամ այդ կուսակցությունից պակաս ձայն հավաքեց Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը։ Այսքան պղծեցիք եւ ցածրացրիք աստիճանը մարդկային որակների, պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, երևի դուք արդեն գուցե ի վիճակի էլ չեք, այդ Զուրաբյան Լևոններն են որոշում։ Խայ տառակություն է, գոնե ասպարեզ չմտնեիք, հազարավոր մարդիկ ժամանակին հավատացին ձեզ։ Այն մնացածը եւս Մարության, չգիտեմ, այդ տարբեր խմբերը չկարողացաք ու չեք կարողանա, քանզի ձեր մեծագույն մասը գեղցու շուստրիությամբ շուստրավատ անելով, մի մասն ասելով, կես ճշմարտությունն ասելով, կիսատ պռատ խոսելով, երբեք չի կարող հայ ժողովրդի համակրանքը ունենալ։ Ունենք նաև մոտ 40% կամ մի քիչ ավել պակաս, երբեմն ոնց է դրսևորվում, մասսա ժողովուրդ, ով թքած ունի, ով այնքան կամ հիասթափված է մի մասը, չի ուզում որևէ մեկի, որ ասում է, դեմքը տեսնել, ձայնը լսել, մյուս մասն էլ պարզապես երևի փողը չեն տվել, չի եկել եւ այսպես շարունակ։ Ունենք 40% անտարբերներ, գուցե։ Իսկ գուցե գործող եւ գործած իշխանավորները այնքան են զզվացրել այս մարդկանց, այս մասսային, որ պարզապես երբեք տանից դուրս չեն գալիս։ Էդ էլ չգիտեմ, սա էլ մեզ նվեր։ Այդուհանդերձ ընտրությունները տեղի ունեցան եւ մեզ դժվարին օրեր են սպասվում։ Նախորդ անգամ ասել եմ, Իվանի դուրը չի գալիս, մրգերը փակում է, էսը տանձը, խնձորը, ոչինչ այլևս Ռուսաստանի տարածքով անգամ չի կարող գնալ ԱՊՀ մյուս երկրներ։ Սա է ռուսի իրական բարեկամությունը եւ դեմքը։ Հիմա մենք պիտի կարողանանք այս հարվածներին դիմանալ։ Հիմա մենք պիտի կարողանանք կամ հուսանք, որ մեր նորընտիր իշխանությունները կկարողանան այս խնդիրները լուծել, ոչ թե կոսմետիկ, այլ հիրավի մարդավայել լուծել։ Իսկ Հայաստանի ապագան այդուհանդերձ գյուղատնտեսությունն իր փոքրիկ տոկոսով կապված է ու կախված է մեր գիտական պոտենցիալից։ Այն գիտական պոտենցիալից, որ կարող է ստեղծել այն մահաբերը, որ աշխարհն իմանա, մեր հետ կկործանենք ամեն ինչ։ Դաժան եմ ասում, բայց մենք փոքր ածու ենք, պիտի մեծ գործեր անենք, որ մեր բոլոր հարևաններն իմանան, հետները ստանելու ենք, հլա փորձեք անասուններ, այս տրամաբանության մեջ, արդյոք մեր օրվա իշխանությունները մտածում են, պիտի մտածեն այդ գիտական պոտենցիալի մասին, հույս կա, որ ցուցադրեցին այնինչ մերոնք սարքել են։ Մեկը հազար անի Աստված, հազարն էլ միլիոն անի, որ աշխարհը իմանա, որ այս թեժ կետին մոտեցող չկա, հարգել է պետք, հարգանքը պիտի վաստակենք։ Մնացածը, ինչ այսօր ունենք, այս մեծ ու փոքր, չգիտեմ, արեգնազ են գնում խուզարկելու դրա տունը մյուսը, ինչի համար, քանզի բոլորը գործ տվող են, պետական դավաճաններ ու գործակալներ են, Թևանյան Անդոնին ինֆորմացիա տվողներ են, եւ լիքը այդպիսի անդոններ կան։ Երեմ ասում ցավալիորեն, Կալուգայի Սամոյին կձերբակալի Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին կձերբակալի, այնտեղով կա Քոչյան Ռոբերտին կձերբակալի, իր նախիրը հայտնվել է ազգային ժողովում այդ մարդկանց։ Եվ այդ նախիրը շարունակելու է, այսպես ասած, մաշել մեր բոլորի հույզերն ու զգացմունքները եւ գործ տալ այլ պետություններին։ Այս իրականությունից ցավալիորեն դեռ չենք ձերբազատվել։
Բայց ինչպես ասում են, այսպես էլ չի մնա։ Այնպես որ ամառը աշխատենք, ասում է չաշխատեցիր, ամառը ասա ինչն է պատճառը։ Ամռանը աշխատենք, որ կարողանանք ձմեռը ապրել եւ ապրեցնել մեր պետությունը։ Եվ միշտ այնպես ինչպես այս ընտրություններում տեղի ունեցավ, երբ տեսանք, որ մեր պետականության դեմ ոտնձգություն կա եւ մեր այսպես կոչված հայրենակիցների մի մեծ մաս եկել է, որ ուղղակի վերջ տա մեր անկախությանը, մեկը գիտակցաբար, մյուսը մի քանի կոպեկի բաժին, մենք մեկ դարձանք եւ դա թույլ չտվեցինք։ Պիտի էլի մեկ դառնանք, որպեսզի մեր ինքնուրույնությունն ու անկախությունը որևէ մեկին չզիջենք։ Այլ տարբերակ պարզապես չունենք։ Առայժմ այսքանը, կհանդիպենք, առողջ կացեք։